Հորիզոններ դուալ կրթական ծրագրի ագրոտեխնոլոգիա խմբակի սովորողները նոյեմբերի 19-ին անցկացրին բազմաբովանդակ օր, հագեցած սեմինարներով և գործնական պարապմունքներով։ Սիսիանի 8 դպրոցներից ժամանած ավագ դասարանների արդեն մասնագիտական կողմնորոշում ունեցող 56 աշակերտները և նրանց ուսուցիչները հատկապես գնահատեցին դասընթացների մատչելի ու ինտերակտիվ ձևաչափը։ Գործնական փուլում նրանք տեղում ծանոթացան անտառատնկման գործընթացին, սերմերի մշակումից մինչև արմատակալում։ Իմ քայլի հիմնադրամը երկրորդ տարին է, որ Food and Agriculture Organization of the United Nations-ի հետ համագործակցաբար գիրականացնե գործնական դասերը, FAO-ի դասընթացավարների կողմից մատուցված դասընթացները դարբեր գյուղատնտեսական ոլորտներով և թեմաներով և եկանք արդեն գործնական դաստ։ Հիմա մեր սովորողները կտեսնեն սերմերը սառցարանում, հետո ինչպես կփոխադրվին ջերմադուն, որպեսզի աճին և մշակվին, և վերջում արդեն ծառադունկին կմասնակցին անտառում։ Հորիզոններ դուալ կրթական ծրագիրը մարզային բնակավայրերում ապրող ավագ դպրոցների աշակերտներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական բազային գիտելիքներ, որպեսզի մասնագիտանան և շարունակեն իրենց բարձրագույն ուսումը տվյալ ոլորտում, այսինքն խելացի գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր բոլոր մասնագետները արդեն կողմնորոշված են մասնագիտական և շարունակելու են իրենց բարձրագույն ուսումը Ագրարային համալսարանում։ Օրվա առաջին մասում սեմինարներ վարեցին ազգային հաղորդակցման և գենդերային հարցերով մասնագետ Աննա Պողոսյանը, տնկիների արտադրության մասնագետ Նաիրա Գասպարյանը և էներգետիկայի գծով ազգային փորձագետ Տիգրան Սեկոյանը։ Սովորողները տեղեկացան ծրագրի ու բողոքարկման մեխանիզմներին, տնկանյութերի առանձնահատկություններին, էներգիաարդյունավետ լուծումներին և գենդերային զգայուն մոտեցմամբ անտառների կառավարմանը։ Մենք զրուցեցինք ընդհանուր թեմաների շուրջ էներգոարդյունավետության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի թեմաների շուրջ, արդյունավետ վառարանների ապագայում իրենց աշխատանքի ընթացքում իրենք առնչվելու են այդ բոլոր խնդիրներին, այսօրվա ստացած իրենց գիտելիքները կարող են լավագույնս օգտագործել հետագայում իրենց գործունեության մեջ։ Տեսական մասին հաջորդեց գործնականը։ Աշակերտները այցելեցին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հիմնած Սիսիանի անտառտնտեսություն և ջերմատուն։ Նրանք ծանոթացան սերմերի մշակման, ջերմոցում աճեցման, ինչպես նաև բաց, ցանցապատ տարածքներում տնկման փուլերին։ Այսօր դասընթացի ընթացքում լսարանային պայմաններում դասախոսության միջոցով ուսանողներին բացատրեցինք տնկանյութի աճեցման առանձնահատկությունները, ինչպես նաև ջերմատան պայմաններում անցկացրեցինք գործնական պարապմունք, որի ժամանակ ուսանողները ինքնուրույն լիցքավորեցին թաղարները տորֆով, կարողացան ինքնուրույն ցանք կատարել կաղնու սերմերով։ Դասընթացի ընթացքում ուսանողները ստացան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև գործնականում կարողացան ձեռք բերել հմտություններ և գիտելիք, ինչը իրենց կօգնի հետագայում թե մասնագիտության ընտրության հարցում և թե աշխատանքի ընթացքում։ Որպես փորձագետ բարձր եմ գնահատում մասնագիտական կրթությունը, բարձր եմ գնահատում նոր տեխնոլոգիաներին տիրապետելը, ինչի արդյունքում կունենանք ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչի կարիքը երկիրը այս պահին զգում է։ Նոյեմբերի 20-ին և 21-ին նմանատիպ դասընթացներ անցկացվեցին նաև Գորիսում, ծրագրի շահառու դպրոցների համար։ Այս միջոցառումները հաստատում են, որ ագրոտեխնոլոգիա խմբակը ոչ միայն նոր գիտելիքներ է տալիս, այլև բացում է ապագա մասնագիտական ուղիներ Սյունիքի աշակերտների համար։ Հորիզոններ ծրագրի շարունակականությունը ապահովում է, որ այս հետաքրքրվածությունը գյուղատնտեսության ոլորտում միայն աճի։